Դուք դատապարտում եք Թուրքիայի դրոջի Դրոջան հələ մի քիչ հետ եկեք։ Կներեք, էլի մի քիչ։ Պետք է Հայաստանը գնա շարունակի ճանաչման գործընթացը եւ պահանջի աշխարհից ու հատկապես Թուրքիայից ճանաչել ցեղասպանությունը փոխհատուցում նաեւ դրամատը։ Գնանք սահմանազատվան եւ ես այլ տարբերակ չեմ։ Եվ մեկ որպես ես երկրապահի այս տարիներին գիտեք Արցախյան պատերազմի ներքին ուղղությամբ 4 և սա պատարից նիչերեսում և հիմնականում ներքիվներ են Դա հատասում է ճանաչման վերաբերում Թուրքիայի դրոշ շահերելու դաշնակցության քայլին, որտեղ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի Ես այսօր իրավիճակի աշխատանքներ, որ ամեն ակցիայից ուրիշ մարդկաց ցանկությամբ խաղաղության պայմանագրի ստորագրման եւ մեր սահմանազատման հետ կապ։ Բայց դա տարիներ շարունակ տեղի է ունեցել, պարոն Մեգրալյան։ Դա իրանց խնդիրն է, իրանց կուսակցությունն է, ես չեմ քննադատում կամ չեմ դատում։ Նախորդի դուք չեք մասնակցել կամ քննադատել եք դրոշ վառելու։ Ընդհանրապես Նախորդ տարիներում նման բան չկար, որ գնային խաղաղության պայմանագրի։ Չէ, դրոշ վառել։ Հարցեք տալիս, լսեք հայբալով։ Դրոշ վառել միշտ եղել է եւ չեն դատում։ Դա իրանց կուսակցության խնդիրն է։ Բայց այսօրվա իրավիճակում պետք է մեկ քիչ խելոք լինենք, ես միշտ ասել եմ։ Մենք պետք է հրաժարվենք պահանջատիրությունից եւ մենք պահանջատիրությունից չենք խաղաղության գործընթացը հակասում է մեր պահանջներից։ Այսինքն որ պահանջներ դրոշ վառելու։ Չէ, պահանջատիրությունից, ցեղասպանության ճանաչումից այդ պահանջներից։ Մենք գործընթացի մեջ ենք, որ պետք է ավարտին հասնենք, հետագան ցույց կտա։ Այսինքն ձեր համար դատապարտելն է։ Այսպեսի մի հայտարարություն, այսօրվա իրավիճակում ես ասում եմ մեր ազգը համախմբած պիտի խելոք լինի, որ այս իրավիճակից մենք դուրս գանք։ Ասում եմ պետք է ես որպես վարչապետ ասում ինձ հարց ունես տալու իմ գործնեության շրջանակներում որպես ձեր թիմակից ասում եմ եթե ես վերանտրվեմ պատմական արդարության վերականգնման օրակարգից հրաժարվում եմ դուք սա ինչպես եք ընկալում ինչ հետո ժամանակը ցույց կտա Պարոն Միքայելյան ասաց քանի որ երկրապահները ծառայություն են իրականացնում Գեղարքունիքում, Ջերմուկում եւ այլն Գեղարքունիքում 25 թվականին նոր ներխուժում եղել էր ոչ այդ սուտ է ես գիտեմ այդ բայց Արբանյակն է ստում որ ասում եմ դա սուտ է Ես ընդեղ կանգնած եմ, մեր տեղի երկրապահը մեծ թվականակով կանգնած է։ Նման բան չեղել։ Եթե թորին իրել նման բաներին պիտի վերջ տան։ Դուք ասում եք այնտեղ կանգնած ենք, հետո ասում եք պիտի մի քիչ խելոք մնանք եւ այլն։ Խելոք լինենք, չմնանք, գաղափարապես խելոք լինենք։ Հիմա գաղափարապես այնքան խելոք ենք ձեր ասած, որ մեր սուվերեն տարածքից այդպես էլ դուրս չեն ժամանակը, դրա համար եմ ասում, պետք է մենք գաղափարապես խելոք լինենք որ այդ գործընթացը հարցվի ավարտին։ Երկրապահը ինչպես է պատրաստվում մեր սուվերեն տարածքները, որը անցել է թշնամուն հետ Երկրապահը այսօր սուվերեն տարածքների դեմ կանգնած է եւ խաղաղության օրակարգի եւ սահմանազատման հետ կապված կան տարածքներ, որ պիտի իրանք հետ տան։ Ջերմուկն է դա, Արցվաշենն է, բավարար չտանը հետո կերվա, եթե համախմբված լինենք չեն կարա չտան։ Ելե կարծում որ եթե քաղաքացիական պայմանագիրը չվերընտրվի աղետալի պատերազմ կլինի սեպտեմբերին։ Դե Ժողովուրդ ջան, մի գործընթաց հասկացե քաղաքացիական պայմանագիրը։ Այսօր ես համարում եմ, որ արտաքին քաղաքականությունը հոյակապ վարում է երկրի վարչապետը։ Եվ մենք այսօր չեմ ուզում ստե բոլորը առաջացեմ ուրիշ ինչ ճանապարհ ունենք գնալու։ Այս նույն բաները անգլիացիք որ 19 թվականին մտան Գորիս, էլի նույն ձևի խափին գնացին։ Հիմա մենք ինչ անենք։ Մենք երկար ժամանակ եղել ենք Ռուսաստանի կազմում։ 44 օրյա պատերազմին ոչ մի օգնություն չեղավ մեզ։ Ոչ մի օգնություն, լինելով հապկան տամ, դաշնակից պետություն։ Ու այսօր մարդիկ ուզում են նորից տանել մեծին Ռուսաստանի կազմ։
որը ես Եք եղա Ռուսաստանի կազմում։ Երբեք չենք եղել Ռուսաստանի։ կազմում չի, բա ինչի։ Բա ո՞նց ենք։ Բա ինչի։ Այսինքն անկախ պետություն։ Լավ, լավ, մի քիչ խոսքս վերջացնեմ հետո։ Անկախություն չենք ունեցել։ Անկախություն ունեցել ենք, եղբայր, բայց մի հատ մենք Հայաստանի Հանրապետության պետական սահմանում ենք ինչև էս։ Կա նման բան։ Այո, ունենք։ Ուրա։ Չեք տեսնում, Ուրա, ես լավ եմ տնում, ինձ հաղթեցի, ես ավելի լավ եմ տնում։ Այն սահմանի, որտեղ որ դուք կանած եք պետական սահման, չի։ Այդ թվում ընդհանրապես մեր ժողովրդին նախկինում որևէ մեկը չէր կարողանում պատերազմով։ Որովհետև մենք հեզ Հիմա ասում են, եթե երկրապահը, ազատամարտիկները, բոլոր այն տղեկ ովքեր են ժամանակին զենքվեցին, Վազգեն Սարգսյանը բոլորիս համախմբեց, մենք հեզորինք։ Մենք մեր գործը փայլուն արել ենք։ 16 Մի րոպե, մենք մեր գործը փայլուն արել ենք 90-ական թվականներին։ Մնացածը քաղաքական գործիչների գործն էր։ Այսօր ես ինչ արել եմ այն թվերին, Վազգենի օրոք մինչև հիմա, Վազգենի համարտարության ներքո։ Այսօր նույն գործ նորմալ երկրապահ Հայաստանի Հանրապետության պետական սահմաններում կանգնած է 6 տարի, թվականակներ չեմ ուզում ասել, դու գիտես մեր ադրբեջանական սահմանիք վերցնեն, չգիտեմ ինչ վերլուծական կդնեն։ Թվականակներ շատ մեծ թվականակով մինչև այսօր կանգնել ենք։ Ու մենք ուզում ենք, որ Հիմա վախեցնում են մեզ, այդքան մեր ժողովուրդը ընդհանրապես մեր ազատամարտիկները։ Եթե հզոր ես եղել, ամեն ինչ կարաս անես, բայց այսօր մենք պետք է խելոք լինենք, ոչ թե խելոք սակսեք ասես, խելոք լինենք, ես ինքնա ենթարկվենք, խելոք լինենք գաղափարապես, այս իրավիճակից դուրս գանք, դառնալու սահմանած դարձած մեր պետական սահմանների մեծած պետություն, հետագայում ժամանակը նայեք, Իսրայելը ինչքան գիտեմ 22000 քառակուսի կիլոմետր տարածք ունի։ Եվ այսօր աշխարհի գլուխ է տալիս։ Ժամանակը ցույց կտա։ Ես